110 տարի անց էլ հայոց ցեղասպանության հարցը մնում է բացվերք։ Ինչ բառեր էլ օգտագործվեն՝ փողզիչում, երկխոսություն, հաշտություն, խաղաղություն, միևնույնն է, պատմական արդարության հարցը չի կարող սակարկման առարկա լինել։ Պատմությունը մոռացության տալը հաշտության չի բերի, քանի դեռ ճշմարտությունը բարձրաձայնված չէ, իսկ պատասխանատվությունը ստանձնված։ Ցեղասպանությունը փաստ է, ոչ թե տեսակետ։ Նախորդ տեսանյութում մենք անդրադարձել ենք հայ-թուրքական հարաբերությունների նպատակին, դրան միտված գործողություններին, այժմ անդրադառնանք այն պաշտպանողական քայլերին ու գործողություններին, որոնց կատարման պարագայում արդար կարգավորման ճանապարհը կարող է ունենալ առավել քան իրական հիմք։ Բացենք փակագծերը։ Պաշտպանողական բնույթի քայլեր և գործողություններ։ Անհրաժեշտ է ունենալ հստակ մշակված և իրավական պահանջներին համապատասխանող թղթածրար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի 6-րդ կետին համապատասխան։ Համաձայն վերջինիս Հայաստանը պետական մակարդակով պետք է ունենա իրավախորհրդատվական կենտրոն, այդ թվում միջազգային մասնագետների ներգրավմամբ, պահանջատիրական երկու ուղղությունները թե հավաքական, թե անհատական մակարդակներում սպասարկելու համար։ Դրանք չպետք է դիտարկվեն մեկը մյուսին բացառող։ Հարկավոր է աշխատանք տանել բոլոր բարեկամ երկրների հետ մի կողմից այս հայեցակարգն ընկալելի դարձնելու, մյուս կողմից նրանց հետ համագործակցությամբ այն առաջ մղելու համար։ Այդ թվում անհրաժեշտ է հաշվի առնել նրանց հետ հատվող օրակարգերը և դրանցում ջանքերի վերադրման հնարավորությունները։ Երկրորդ, հստակ աշխատանք պետք է տարվի շրջափակման վնասները հաշվելի դարձնելու և դրանից բխող գործընթացների մեկնարկի համար, թե որպես մաս նշված թղթածրարի, թե որպես առանձին բաղկացուցիչ։ Երրորդ, հստակ գործիքակազմով և միջազգային մասնագետների ներգրավմամբ հարկավոր է հաշվելի դարձնել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի պատճառած վնասները և լիարժեք պատրաստ լինել համապատասխան գործընթացի մեկնարկին։ Անհրաժեշտ է համապատասխան աշխատանք իրականացնել միջազգային կառույցներում։ Այդ աշխատանքի բնույթն ուղղակիորեն պետք է կախված լինի հարաբերությունների կարգավորման ընթացքից։ Եթե կա բարի կամքի դրսևորում, ապա միջազգային կառույցներում տարվող աշխատանքը պետք է լինի այնպիսին, որպեսզի չվնասի գործընթացի դրական զարգացմանը։ Եթե չկա, ապա նշված աշխատանքը պետք է լինի շեշտակի։ Բավականին մեծ ուշադրություն պետք է հատկացվի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, այդ թվում միջազգային մեխանիզմների կիրառմամբ։ Այս գործողություններն ու քայլերը միտված չեն թշնամանք սերմանելուն, այլ պաշտպանողական բնույթ են կրում այն դեպքերի համար, եթե Թուրքիան չհրաժարվի թշնամական և ապակառուցողական ձեռագրից ու քաղաքականությունից և կամ մտնի հաշտեցման իմիտացիոն գործընթաց և կամ որևէ պահի փոխի վիճակը՝ մեկնարկած գործընթացից դուրս գալով։ Թեմային առավել մանրամասն ծանոթանալու համար կարդացեք «Հայացք մատենաշարի» խոշորացույց գիրքը։